80-ից ավելի երկրների ուսանողները հրաժեշտ են տալիս Դիլիջանին ու Հայաստանին, խոստանում են լինել ու մնալ Հայաստանի բարեկամը։ Դիլիջանի UWC դպրոցի ավարտական արարողությունն է, որպես երախտիկ հյուրընկալող երկրին հնչում է հայկական երաժշտություն, քոչարի են բարում։ Նաև երախտիկի խոսքեր դպրոցի համահիմնադիրներին Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանին եւ նրա կնոջը Վերոնիկա Զոնաբենդին, որոնք իրենց ամբողջ ջանքն են ուղղել դպրոցի զարգացմանը։ Առանձնակի երախտիկի խոսք եմ ուզում ուղղել դպրոցի հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանին ու Վերոնիկա Զոնաբենդին։ Վերոնիկա, չեմ կարծում, թե երբևէ մենք կկարողանանք կշռել քո եւ Ռուբենի ներդրումը, բայց մի բան հստակ է, ձեր ժառանգությունը լցնելու է նրանց կյանքը, ում համար դուք ջանք չեք խնայել ու ներդրում ունեցել։ Չկա ավելի մեծ շնորհ, քան կանգնել ձեր ազգի կողքին այս դժվարին ժամանակներում։ Սիրելի Ռուբեն, մեր ցանկությունը մեր հաստատուն երազանքն է, որ դու վերադառնաս այն հողը, որը քո սրտում է, որպեսզի շարունակես կառուցել այն ապագան, որին բոլորս կարոտում ենք։ Հայրենիքը, որը վերածնվում է դիմադրողականության, արժանապատվության եւ միասնության միջոցով։ Երգը, որը պատրաստվում եմ կատարել այդ երազանքների հայրենիքի մասին է։ Հող, որը նվաճեցին մեր նախնիներն եւ դեռևս պահպանվում է մեր եղբայրների եւ որդիների զոհողություններով։ Հեղինակը Ռոբերտ Ամիրխանյանն է։ Այս դժվար ժամանակներում, երբ բարերար դպրոցի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը ապօրինաբար բաքվում է, կնոջը Վերոնիկա Զոնաբենդին դպրոցն ու երեխաներն են ուշ տալիս դիմակայելու։ Բարերար ամուսինների համար կրթությունը միշտ է առաջնահերթ եղել, իսկ կրթական ոլորտի զարգացումը նրանց գործունեության ամենակարևոր ուղղությունն է։ Խնդրում եմ հիշեք կրթօջախը, որը օգնել է ձեզ ձևավորվել։ Մենք հանձնառու դարձանք կառուցել մի դպրոց, որտեղ յուրաքանչյուր ոք աճի, զարգանալու հնարավորություն ունի։ Եվ ուրեմն եկեք հիշատակենք ոչ միայն այն, թե ուր ենք հասել այս պահին, այլ նաև թե ինչպես ենք հասել անցել այդ ճանապարհը։ Միասին մենք ուժեղ ենք ձեզ հետ, ես ամուր եմ։ Եվ շնորհակալություն դրա համար։ Բարերար ամուսինները UWC Դիլիջանի դպրոցը հիմնադրելիս նպատակադրվել էին նպաստել Հայաստանի որպես համաշխարհային մակարդակի միջազգային կրթական եւ մշակութային կենտրոնի զարգացմանը։ UWC Դիլիջանի շնորհիվ ձևավորվում է ավելի քան 120 երկիր ներկայացնող երիտասարդների մի մեծ միջազգային խումբ, ովքեր կկայանան եւ կդառնան ապագայի առաջնորդներ ճանաչելով ու գնահատելով Հայաստանը, ովքեր ամբողջ կյանքի ընթացքում հետաքրքրված կլինեն Հայաստանով։ Սա էլ իր հերթին կխթանի միջազգային մշակութային կրթական եւ գիտական կապերի զարգացումը։ Այսպիսով UWC Դիլիջանի շնորհիվ հայ երեխաները ստանում են միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն, իսկ Դիլիջանում ուսանած օտարերկրացիները դառնում են Հայաստանի դեսպանները։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։